Մենք վերադարձանք եւ ժամանակն է ներկայացնելու մեր հյուրին։ Մեր հյուրն է ժողովրդական երգիչ նախագծի ֆինալիստներից Արման Խաչատրյանը։ Արմանը ունի նոր տեսահոլովակ, որի պրեմիերան այսօր պետք է միասին իրականացնենք։ Բարի լույս։ Բարև ձեզ, բարի լույս։ Քանի որ ինֆորմացիոն առիթ այսօր հենց տեսահոլովակն է, եկեք սկսենք տեսահոլովակից, բայց հենց շատ հետ գնանք, հասկանանք ինչպես ստեղծվեց երգը, ինչպես մտահղացումից դարձավ իրականություն եւ ինչպես տեսահոլովակը արդեն հասավ մեզ եւ ձեր երկրպագուներին։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեսահոլովակը ներողություն երգը գրվել է իմ շատ տաղանդավոր ընկերներից, էլի ժողովրդական երգիչ նախագծի ֆինալիստներից Մոնիկա Նազարյանի կողմից։ Գործիքավորումը իմ ընկերներից Խաչիկ Պողոսյանն է ու բոլոր ընկերներս մեծ ներդրում են ունեցել երգի կայացման հարցում։ Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Գևորգյանն է։ Բոլոր ընկերներս ջանք են դրել, որպեսզի երգը կայանա, երգը կոչվում է Արևտամ։ Փորձել ենք արև փոխանցել երգի լսողներին։ Արման, տարվա կտրվածքով ունենում եք բավականին նոր երգեր, բավականին տեսահոլովակներ, ինչով է պատրաստվում, ամբողջ իմաստը ինչու՞մն է կայանում, երբ ընտրում եք ինչ-որ մի երգ ու տեսահոլովակ, ինչու հենց այդ երգը եւ ինչու հենց այդ տեսակ տեսահոլովակ։ Որովհետև շատ անգամ տեսնում ենք, որ տեսահոլովակները այսպես ավելի երգեր են, որոնք որ մարդկանց կողմից շատ ավելի կընդունվեն, բայց միևնույն ժամանակ դուք ավելի շատ այսպես ժողովրդական երգերի կատարող եք։ Կարծում եմ հենց այդ իմաստը դրանում է կայանում, որ ես համարում եմ ժողովրդական երգիչ ու փորձում եմ որակով գործ տալ։ Այսինքն իմ համար կարևոր է շատ, որ ես որակով աշխատանք ցույց տամ։ Ոչ թե ցույց տամ երգ, որը մեծ դիտումներ կհավաքի, բայց լսարանը անճաշակ ինչ-որ բան կվայելի, ես տենց չեմ վարվում, ես մտածում եմ, որ ավելի լավ է որակով ինչ-որ գործ տաս, բայց մի քիչ լսումներ լինի, մի քիչ տարածվի, բայց դու բավականություն ստանաս քո կատարած աշխատանքից։ Եթե խոսենք Մոնիկայի հետ համագործակցության մասին, ոնց կայացավ այդ համագործակցությունը, այսինքն ինքը երգը գրեց եւ ասաց վերջ Արման, այս երգը հենց հատուկ քեզ համար է։ Շատ հետաքրքիր մի բան ասեմ, մենք WhatsApp-ով շփվում էինք, Մոնիկան ինձ երգ էր ուղարկել իր նոր երգերից, ասեցի մի հատ լսի էլի, լսեցի, ասի շատ լավն է, մոն ասեցի մի հատ էլ ինձ սենց երգրի, ասեց Արման, այսօր մուսա ունեմ, լս սպասի ու պատկերացրեք երևի մի ժամ հետո Մոնիկան համ երգի բառերը, համ երաժշտությունը ինձ WhatsApp-ով ուղարկել է, ասեցի մոն հասնում, ես այդ ժամանակ Հայաստանում չէի, ճիշտն ասած, ասեցի հասնում եմ Հայաստան, միանգամից սարքենք այս երգը, տենց ստեղծվեց երգը։ Պահ այդպես հասունացել էր նոր երգով ներկայանալու, թե էլի մուսայով ալինով։ Տեսեք, միջև էդ էլի երգեր ունեինք, մենք որ պետք է անեինք, ուղղակի այս երգը այնքան սրտիս կպավ, որ ասեցի առաջինը պետք է էսի անեմ։ Ու էլի ունեմ երգեր, որ շուտով էլի կնկարահանենք տեսահոլովակը։ Ու հուսով եմ էլի շատ պրեմիեր։ Ինչով եք այս ընթացքում զբաղված Արման, ինչ նոր ծրագրեր ունեք 2026-ի հետ կապված։ Մի քիչ հետ գնամ 2025 թվականին մենք շատ գեղեցիկ համերգային շարք ենք ունեցել Գյումրիում Գյումրու ժողովրդիկների պետական նվագախմբի հետ այս տարի եւս վստահ եմ կունենանք համերգային գործունեություններ կան պլանավորված բաներ կան որոնք աշխատանքային փուլում են ու առաջ Աստված կներկայացնեմ Այս պահին առաջարկում եմ, կարող ենք անվերջ խոսել, բայց ավելի լավ է մեկ անգամ դիտել, քան այսքան երկար պատմել, մենք էլ ենք անհամբեր, այս պահին պրեմիերա Շանթի եթերում Արման Խաչատրյան։ Արևոտ բան ենք լսելու։ Մենք առաջարկում ենք շարունակել զրույցը, մի փոքր ավելի ուշ կդիտենք տեսահոլովակը, հա։ Եկեք խոսենք ժողովրդական երգիչ նախագծից։ Վստահ եմ, որ այս թեմայի շատ եք խոսել, բայց սա շատ կարևոր հիմք էր եւ կարևոր սկիզբ էր ձեզ համար, այնպես որ ինչքան էլ խոսենք, կարծես թե քիչ է, հա։ Եկեք խոսենք ինչ տվեց ձեզ այս նախագիծը։ Կարծում մինչեւ այսօր, հա, անգամ այս նախագծի հետքերով դեռ շարունակում եք քայլել։ Ես ընդամենը 17 տարեկան եմ, երբ եկա Շանթ ու այնքան ջերմ հիշողություններ կան այդ նախագծի հետ կապված, որովհետև անփորձ մի երիտասարդ պատանի, ով չի տեսել այդքան մեծ լույսեր, տեսախցիկներ ու միանգամից հայտնվում է մի հատ շատ գեղեցիկ վայրում։ Իհարկե մեզ բոլոր այն մարդկանց, ովքեր որ մասնակցեցին այդ նախագծին, դա մեծ ճանապարհ էր։ Անգնահատելի ճանապարհ էր, որտեղ հետադարձ հայացքով հիմա որ նայում ենք, ինչքան ճանապարհներ, ինչքան դռներ է մեր դեմ բացվել, էլի, որի համար մեծ շնորհակալություն իհարկե Շանթ հեռուստաընկերությանը, ես շատ կցանկանամ, որ այդ նախագիծը նորից լինի ու էլի
շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, ովքեր վստահաբար ունեն դրա կարիքը ու հուսով ենք, որ շանթը ականջալուր կլինի ու այդ նախագիծը էլի կշարունակվի։ Բայց եթե խոսենք, տեսեք, նշեցիք շատ դռներ է բացել եւ այլն, էլ ինչ ա տվել մասնագիտական տեսանկյունից, որովհետեւ այդ տարիքում աշխատել ոլորտի լավագույնների հետ, իսկ մենք այդ նախագծերում մշտապես տեսնում ենք ոլորտի պրոֆեսիոնալ մարդկանց, նաեւ այդ մարդկանց հետ համագործակցությունը էլ ինչ դասեր ա տվել զուտ մասնագիտական առումով։ Միանշանակ փորձառություն է տվել մեզ, ավելի վստահություն է տվել բեմում լինելու։ Ամենակարևոր բաղադրիչներն են ինձ թվում, վստահությունը, փորձառությունը, Կապեր, որոնք որ մինչև այսօր կարողանում եք օգտագործել անգամ այս երգը, հա, Մոնիկայի հետ կապված չէ, կարծես է ժողովրդական երգիչից։ Այո, մենք շատ մտերիմ ենք այդ նախագծի մասնակիցներով, միշտ կապի մեջ ենք, շփվում ենք, շատ ջերմ հարաբերություններ ունենք ու առհասարակ բոլոր այն մարդկանց հետ, ում հետ աշխատել ենք Շանթ հեռուստաընկերության այդ պրոյեկտում։ Ինչ ծրագրեր ունեք 2026-ի հետ կապված, այդ հարցը տվեցի, բայց պատասխանը կարծես է 2025-ի վրա կանգ առա։ 2026 թվականին իհարկե էլի փորձելու եմ շատ ակտիվ լինել, փորձելու եմ էլի մեր ազգային ժողովրդական երգը տարածել, որովհետև դա իմ արյան մեջ է։ Ես շատ սիրում եմ իմ գործը, սիրում եմ ժողովրդական երգեր երգել։ Կան համերգներ, կան հյուրախաղեր արտերկրում, Ռուսաստանի Դաշնությունում։ Մի խոսքով շատ ակտիվ գործունեություն է սպասվում նաև 2026 թվականին։ Հուսամ մենք այս պահին կարողանանք արդեն դիտել տեսահոլովակը, ոչ, մեզ հուշում են, որ ոչ, դեռ չենք կարող դիտել տեսահոլովակը, բայց կարող ենք իհարկե խոսել տեսահոլովակի հետ կապված։ Ինչպես են ընդունվում ձեր երգերը։ Այո, նշեցիք, որ դիտելիությունը այնքան էլ բարձր չէ, որովհետև այլ պրոդուկտ ունի պահանջարկ, բայց ինչպես ոնց եք մտածում, ինչպես գտնել այդ ոսկե միջինը, որ եւ որակով պրոդուկտ տալ եւ բարձր դիտելիություն ձեռք բերել։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ այսօր մեր իրականության մեջ շատ կարճ կյանք ունեցող երգերը ավելի մեծ դիտումներ են ունենում, բայց ես մտածում եմ, որ ինձ նման երիտասարդների շնորհիվ, ովքեր որ սենց մի քիչ ժարգոնային բառով ասեմ, չեն ընկնի փող աշխատելու հետևից, բայց վստահ քայլերով կգնան այդ կայունությանը, որպեսզի մենք եթե չենք պահպանում մեր ազգային երաժշտությունը, կորցնում ենք մեր ինքնությունը։ Ես առաջնորդվում եմ դրանով։ Ինձ համար շատ կարևոր է, որ ես որակով բան մատուցեմ։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև շատ-շատերն անգամ ասում են, հա, լավ երաժշտությամբ չես կարող ապրել, կամ միգուցե այսպես ձեր ասած նախադասություն չես կարող պահել, այ հետաքրքիր է, այսինքն պետք է ունենալ կամ կոմերցիոն տարբերակ, դե իհարկե մենք փորձում ենք նաև կոմերցիոն երգեր անել, հա, բալանս պահելուց իհարկե, բայց առաջային պլանում իհարկե մեր ժողովրդական ազգային երգերն են։ Բայց այսինքն եթե կոմերցիայից խոսեցինք, նկատի ունենալով տարբեր առիթներին մասնակցել, երգերը թվում հարսանիքներ, կնունկներ եւ այլն, բայց միթե նման միջոցառումների ժամանակ ժողովրդական երգի պահանջարկ չի լինում, ինձ թվում է դա կարծրատիպ է։ Տեսեք, ես ես կպատասխանեմ ձեր հարցին։ Տվյալ երգիչից է կախված, ճիշտն ասած, ես օրինակ շատ մեծ հարսանիքների եմ մասնակցում, ձեր նշած կնունկների եմ մասնակցում ու իմ երկացանկում միշտ կա ժողովրդական երգեր, կա Սայաթնովա, կա Շերամ, Հավասի, կոմպոզիտորական երգեր, այսինքն կախված է թե դու ինչ կմատուցես մարդկանց։ Իսկ ես իմ աշխատանքային փորձից ելնելով ասում եմ, որ այն ինչը որ դու կտաս հանդիսատեսին ինքը դա կլսի։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ որ գալիս են եւ այլն, այս երգը շատ ծանր է, բան, բայց այդ մարդկանց փորձում ենք բացատրել, որ եղբայր, սիրելի ընկեր, պետք է լսեք դուք այս երգը, որովհետեւ Ժողովրդական երգչի պարագայում կարծում եմ, որ կոմերցիոնի այսպես բավականին հաղթահարած է, որովհետև համենայն դեպս ժողովրդական երգերը կոմերցիոն են եւ այն բոլոր առիթները, որ դու նշեցիր, կարծես թե աշխատող տարբերակ են։ Բայց ինչը չես կարող նաեւ ասել, օրինակ կլասիկ երաժշտի պարագայում, նույնիսկ էստրադայի պարագայում մենք գիտենք շատ ու շատ հայտնի երգիչներ ու երգիչներ ունեն շատ հիանալի հիթեր, իրենց անվան համար նրանք մտնում են այդ դաշտ, բայց տեսնում ես, որ հաջորդ երգը արդեն շատ ուրիշ երգ է, որը կապ չուներ այն հիթային երգի հետ, որի արդյունքում նա հայտնի
հայտնի դարձավ։ Այս պահին արդեն ինձ հուշում են, որ մենք կարող ենք դիտել Շատ լավ։ տեսահոլովակը, գնացինք տեսահոլովակի պրեմիերա, Արման Խաչատրյան, շատ արևոտ գործ, գնացինք։